մինչև ես դեպք պարոն Ասատովին ճանաչել եք։ Պարոն Ասատովը չճանաչի։ Այ այս պարոն Ասատովի բերման ենթարկվելու համասը նույն իրավապարտումը կատարել է նաև ինքը իրան բերման չի ենթարկվել։ Ես ձեր հարցը չեմ կարող պատասխանել, որտեղ կոնկրետ ես ինչ արած եք հարցը պատասխանը հնչ է, բայց կոնկրետ թե իրանքի բերման չի ենթարկել կամ գուցե պատել է։ Չէ, նայեք, չէ, կոնկրետ դուք տեսեք, ասում եք, ես ականատես եմ եղել, որ Լևոն Քրոչարյանը ու իր հետ մի քանի կոնկրետ ձեր մասն Ես կարող եմ դուրս գալ, այս վկայով ավարտենք վկայի արձակնությունը կավարտվի, նոր որոշենք, դա։ Որը վկայի արձակնությունը հաղթումը նաև ինքն էր կատարել։ Այս ուղղությամբ կոնկրետ ձեր կարծիքը չէ, ձեր գործողությունները։ Բնականաբար, եթե կոնկրետ ես այդ պահին հնարավորություն ունենա, միանշանակ բերման ենթարկել։ Հիմա ձեր երկրորդ հարցը այս տեսակցություններում առկա են տվյալներ, որ այդ յետքը շարունակվել անցում մինչև պոլիտեխնիկի համալսարան և Սերգեյ Ասատովն էր առաջարկել այդ յետքը։ Այ ձեր պատասխանը որպես ելակետ ընդունեցին, որ այստեղ թիրախը պարոն Քոչարյանը չէր, այլ զուտ իրավախախտման կանխարգելումն է։ Այդ պայմաններում, եթե Սերգեյ Ասատովը մի իրավախախտում էր կատարել ինչ պարոն Քոչարյանը, ոնց եղավ, որ ի նախնիքը բերման չենթարկվեց և ավելին էլ առաջնորդեց հավաքը մինչև պոլիտեխնիկի համալսարան։ Ես ձեր հարցը չեմ կարող պատասխանել, մատել ասեց։ Արգենի վկա դեմքում հարցերեսում եք դեմքանը պատասխան։ Անարվեզեն սուտ ոչ թե ձեր գիտելիքները ստուգման համար, այլ սուտ որ վարույթով արձանագրեն։ Այդ ճանապարհի երթևեկելի մասը փակել է ձեզ ինչ իրավախախտում է, հիմա որտեղ գտնենք։ Ինչ իրավիճակում, ինչ ժամանակահատվածում կամ ինչի համար։ Այդ հարցին պատասխանեք, ես հստակ եմ։ Չէ, հիմա դուք ասում եք, դուք որպես ոստիկանության ծառայող ականատես եք եղել իրավախախտում։ Այն է քաղաքացիները փակել էին ճանապարհի երթևեկելի մասը։ Հիմա ես ձեր հարցաքննությանը զուգահեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում խնդրում էի, այդպիսի 258 հոդվածն է, իր կետերից է բաղկացած, 258 հոդվածը վարչական իրավախախտումների օրենսգրքի կետերով հստակ չեմ կարող նշել, բայց կոնկրետ 258 հոդվածը հստակեցնում է վարչական իրավախախտումների կարգավորումները, որոնք որ մենք այդ հոդվածներով առաջնորդվում ենք, հիմա միգուցե շփոթվեմ հստակ այդ հոդվածի մեջ, բայց կետեր կա, որոնք որ հստակ նշում է, որ հասարակական կարգի խախտումները հստակ նշում է եւ այո, դա հասարակական կարգի խախտում է, որը որ իրենից ենթադրաբար բխում է, որ այլոց իրավունքները եւ ազատ տեղաշարժը խախտումներ կա, որը որ ոստիկանության կողմից է բազմաթիվ անգամ շեշտվում է, որպեսզի հարգել քաղաքացիները մի խախտվի այլոց իրավունքները եւ ճանապարհի երթևեկության կանոնները։ Ինք իրանից բխում է իրավախախտ։ Շատ ձեր ասած հոդվածը վերաբերում է իրավախախտի բերմանը, այսինքն ձեր հարցի պատասխանը։ Չէ, երբ քաղաքացին կատարել է իրավախախտում ու այդ իրավախախտման հիմքով իրան բերում է բերման է ենթարկվում։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ինչ իրավախախտում է, ճանապարհի եւ վարչական իրավախախտում է, հանցագործություն է, ինչ է, որ մենք հիմա հետո դիչապենք ձեր պահանջի օրինականությունը։ Հիմա փորձենք հասկանալ ըստ ձեզ, որովհետև դուք եք իրավախախտում եք։ Ինչ իրավախախտում։ Պատվարժան դատարան, ես հավատում հարցიდან մասնագիտական գիտելիքների ստուգման ուղղված հարցեր, այսինքն գործի փաստական հանգամանքների հետ չի կապակցվում հարցը, հետևաբար առարկում են մասնագիտ հարցը։ Պատվարժան դատարան, այո, սա պետք է ենթադրի մասնագիտական գիտելիքի ստուգում, որտեղ վկան ասում է, ես ականատես եմ եղել վարչական իրավախախտման, մոտեցել եմ, որ բերման ենթարկվում։ Հիմա մեզ այո պետք է այդ տվյալը ըստ ոստիկանության ծառայողի ինչ իրավախախտում էին կատարել Լևոն Քոչարյանը եւ Սերգեյ Ասատովը։ Մասնագիտական գիտելիքների ստուգում չեն կատարում, սակայն հարցը նմանատոպով, հարցին եթե կարող է, վկան պատասխանը։ Իհարկե, հստակեցնում, այո, իրավախախտում եղել է,
հասարակական կարգի կողմի խախտում, այլոց իրավունքներ, եւ ոստիկանության կողմից նաեւ ինչպես նաեւ օրինական պահանջ ներկայացվել է, այդ դեպքում թեման է ենթարկվել։ Ընդհանրապես այդքանը կարող եմ նշել։ Շատ լավ։ Պարոն Այվազյան, մենք հետազոտել ենք դեպքի վայրում տեսանյութեր, որտեղ ակնհայտորեն ոստիկանության մեքենայից լսելի է, օրինական պահանջ չկա, բայց դուք ասացիք, որ 3 եւ ավելի անգամ պահանջը հնչեցվել է։ Ես լսել եմ։ Դուք լսել եք։ Ճիշտ է այդպես։ Իսկ տեսախցիկը եթե դա չի ֆիքսել, Չեմ կարող։ Ես առարկում եմ այդ հարցի դեմ նույն բովանդակությամբ, հաց մի քանի անգամ հնչեցվել։ 4 անգամ արդեն պատասխան։ Այս առարկությունը դե պետական արդեն իսկ պատասխանեց, որ Մարգարիտ Բեկատեսի եթե առարկություն կողմից որը մեդիկոմից արդեն չի պատասխանել։ Դե չգիտեմ, առաջարկը Լավ, վկան համանadebս պատասխան։ Այսպիսի պարոն Ալեքսանյանի հարցը այս առումով կիսատ մնաց, այլ փորձենք շարունակել հասկանալ, եթե նպատակը իրապես պարոն Քոչարյանը չէր, եւ այդ հավաքը բոլոր ոստիկանության նպատակը ճանապարհի երթևեկելի գոտի բացելն էր, ինձ էլ չի թվում, որ ոստիկանությունը կարող է զուտ ինքնանպատակ պահանջներ տալ բացելու, չբացեն ասիլարներ, ոչինչ թող քայլ։ Այ վերջում ինչու քայլեր չձեռնարկվեցին, դուք էլ ասում եք, այդ պահին ղեկավար պաշտոն եք ստացել, ենթադրվում է պետք է ավելի մոտ կանգնացնենք դրան, այդ փողոցը ինչու չբացվեց վերջում։ բացվել է։ Հենց այդ եմ ասում, բարույթի նյութերի այդ երթը բարձացել է Սարյան, ամբողջ Սարյանի փողոցով, երթևեկելի մասով, շարունակվել է մինչև պոլիտեխնիկի համալսարան, Սերգեյ Ասատորովն երթը առաջնորդվել է։ Այսինքն ձեզ դուք չեք բացել ճանապարհի երթևեկելի գոտի, դուք էլ ասում եք, որ երթևեկից քայլել եք, հա։ Եթե տեղյակ եք, եթե հիշում եք, եթե Չեմ կարող հիշում, ֆունկցիոնալ է։ Այդ դեպքում